ինձ կյանք տվեց եւ շնորհակալ ենք Աստծուց այս շաբաթօրյա դպրոցի համար, որ կարող ենք ուսումնասիրել Աստվածաշունչը եւ իմանալ ճշմարտությունը եւ հետեւել ճշմարտությանը։ Ուրեմն ցավոք անցած անգամ բաց թողեցինք շատ կարևոր դասեր, մի երկու խոսքով կուզենամ այդ դասից ասել, հետո անցնենք այսօրվա դասին։ Անցած դասը կոչվեց Սատանայի վերջին մոլորությունները եւ հիշելու համարն էր սրբացրու նրանց, քո ճշմարտության, քո խոսքը ճշմարտություն է։ Չիկագոյում մի սեպտեմբերյան օր շատ լավ եղանակ էր, բայց հետո շատ վատ լուր իմացան մարդիկ, որ այն մարդիկ, ովքեր թայլենոլ են խմում, մի քանի ժամից մահանում են։ Եվ հետո ստուգեցին, թե ինչն էր պատճառը եւ տեսան, որ այդ թայլենոլների մեջ կար կալիումի ցիանիդ, որը թույն է։ Այդ պատճառով ուրեմն մահանում էին մարդիկ։ Ուրեմն մի խելագար մեկը, միգուցե դեղագործ, կեղծեր էր դեղորայքը եւ մինչեւ այսօր չգիտեն, թե ով էր արել դա։ Հիմա ինչպես է սա վերաբերվում Սատանայի մոլորություններին, Հայտնություն գիրքը մեզ ասում է, որ գոյություն ունի Բաբելոնի գինի, նկարագրում է, որ մի կին է նստած գազանի վրա եւ այդ կինը բաժակ է բռնել եւ այդ բաժակի մեջ ասում է գինի է լցրած, որը ասում մատուցում է բոլոր թագավորներին, ազգերին, ժողովուրդներին եւ ասում նրանք խմում են այդ գինուց եւ մոլորության մեջ են մտնում։ Հիմա տեսնենք ինչ է նշանակում այդ գինին։ Ուրեմն Հիսուսը նախազգուշացրեց Մարկոս 13:22-ում, որտեղ կհայտնվեն սուտ Քրիստոսներ ու սուտ մարգարեներ, որոնք նշաններ ու հրաշքներ ցույց կտան, որպեսզի մոլորեցնեն, եթե հնարավոր լինի նույնիսկ ընտրյալներին։ Եվ ավելի ուշ Մատթեոս 24:31-ում Հիսուսը ասում է ով են այդ ընտրյալները, եւ նա կուղարկի իր հրեշտակներին բարձրաձայն խոհահարության, որոնք կհավաքեն նրա ընտրյալներին 4 հողմերից, երկինքի ծայրից մինչև մյուս ծայրը։ Եվ Հայտնություն 12:9 համարը, եթե կարդան, ինչ է ասում։ Ուստի բար ձգվեցավ մեծ վիշապ այն առաջվան օձը, որ բանսարկու Սատանան կոչվի, որ բոլոր աշխարհը մոլորեցուց։ Իր հրեշտակներն իրեն հետ բար ձգվեցան երկրի վրա։ Այսինքն ով է մոլորեցնողը, այն հզոր հրեշտակը, որը ըմբոստություն բարձրացրեց Աստծո դեմ։ Բայց այնուամենայնիվ վերջին ժամանակներում Աստված ունի իր հավատային ժողովուրդը, որը հետևելու է իր ճշմարտությանը։ Արաքած 14:12 համարը մեզ ասում է, որ եկեք բացենք կարդան, Արաքած 14:12 Ճամփա կա, որ մարդու շիտակ երևնա, բայց անվերջավորությունը մահվան ճամփա է։ Այսինքն, ինչ է նշանակում այս համարը, որ մարդիկ կարող են շատ հանգիստ մոլորվել։ Եվ այսօր կարող են լսել, որ ասում են հետևի քո խղճին, հետևի քո դու կարող ես իմանալ ճիշտն ու սխալը որն է, դու ինքդ։ Բայց եթե մենք հետևենք մեր այսպես կոչված մտածելակերպին կամ մեր ճշտին ու սխալին, վերջիվերջո մենք մոլորության մեջ կընկնենք, որտեղ նույն առակասում ասում է խորամանկ է մարդու սիրտը եւ խաբում է մարդուն։ Իսկ մարդիկ ասում են հետևի քո սրտին, սիրտդ ինչ ասում է դա, նո։ Աստվածաշունչը ասում է հետևի իմ խոսքին, հետևի Աստծո խոսքին, ոչ թե քո սրտին։ Մի մոլորությունը ուրեմն այս գինին նշանակում է մոլորությունների խառնուրդ։ Դրա մի մոլորությունը դա անմահության մասին հինավուրց սուտն է, Հայտնություն 16 13-14 համարները։
Տեսա, որ վիշապի բերնեն ու գազանի բերնեն և սուտ մարդկային բերնեն երեք պիղծ ոգիներ կելեն գործելու նման, վասնզի տևերի ոգիներ էին, որ նշաններ կնեին ու բոլոր աշխարհի թագավորներն փող կերթային, որպեսզի սանոք ամենակալ Աստծո այն մեծ օրվանը պատերազմին համար հավաքել։ Այսքան ինչ նշանակում, որ իր մոլորությամբ սատանան մոլորեցնում է և ժողովուրդներին, և իրենց ղեկավարներին։ Եվ մեծ պայքարի մեջ էջ 578-ում ասում գրված է դևերի բնակավայր, դևերի ոգիներ, կախարդություն և նմանատիպ արտահայտությունները մատնանշում են դիվական գործունեություն։ Զարմանալի չէ, որ մեզ զգուշացել են, որ վերջին օրերի երկու մեծագույն մոլորություններից մեկը լինելու է հոգու անմահությունը։ Եվ գիտեք դա ինչն է, որ շատ եկեղեցիներում և դուրս է գալի կաթոլիկ եկեղեցին և շատ հիմա բողոքական եկեղեցիներ ընդունել են այդ սուտը, որ բոլորին չի համապատասխանում Աստվածաշին, այսինքն իբր թե որ մարդ մեռնում է, իր հոգին գնում է և կարծես թե գիտակցություն ունի հոգին և մասնակցում է ամեն ինչին, ինչ որ կատարվում այս երկրի վրա, բայց արդյոք Աստվածաշունչը նման բան ասում։ Եկեք կարդանք Ժողովող գրքի 9 գլխի 5-րդ համարը, որովհետև անոնք, որ գաբրին գիտեն, թե պիտի մեռնին, բայց մեռելները փամը չեն գիտեր ու ալբարձ մնալ չեն առներ, վասի անոնց իշադակը մորցվեցավ։ Շնորհակալություն։ Ստեղ ինչ ասում։ Ասում է մեռնելուց հետո ոչ մի գիտակցություն չկա։ Հոբ 19:20-27-ը Վասնզի գիտեմ, թե իմ փրկիչս ողջ է, ու անիկա վերջին ժամանակը պիտի ելնե երկրի վրա։ Ու թեև մորթես ետքը այս ալ փչանա, բայց իմ մաննովս Աստված պիտի տեսնեմ։ Ես ինձի համար պիտի տեսնեմ, ու իմ աչքերս պիտի դիտեն զանիկա եւ ոչ թե ուրիշը։ Okay. So, շնորհակալություն։ Այսինքն ինչ ասում Հոբը։ Ասում է ես իմ մարմնով կտենեմ, իմ աչքերով կտենամ։ Իսկ այդ մոլորության ինչա հոգին աչք բանում չունի, չէ։ Ասում է ինչ որ չգիտեմ։ Այսինքն մի անգամ խոսել ենք այդ մասին, ինքը իրան հակասող մի տեսություն է, համ ասում են, որ դա նյութական չի, հետո էլ ասում են այսքան գրամա կշռում եւ չգիտեն, իրանք էլ չգիտեն թե ինչ է այդ հոգին, որ մնում է, բայց մտածում են, որ գիտակցություն ունի եւ մասնակցում է մեր կյանքին եւ ամենակարևորը կարդանք Հայտնություն 14 գլխի 13 համարը, տեսնենք ինչպես ասում մահացածների վիճակի մասին։ Ու երինքեն ցայն ասեցի, որ գսեր քրե, այսուհետև երանե են այն մեռելները, որոնք դերոշմով կննչեն։ Այո գսե հոգին, որ իրենց աշխատությունեն հանք չին, ու իրենց կորձերը իրենց հետևեն գերտան։ Ինչ է ասում ես համար։ Հանքիստի մեջ են։ Ննջում են։ Այո։ Չի ասում հոգին հելելը, ասում է փառաբանում, ասում է չգիտեմ ինչ անում։ Ինչպես որ ննջող մարդը չի քայլում, երբ որ ննջած է, քնած է, տեղից չի շարժվում։ Այդպես է, երբ որ մարդը մահանում է, տերոշմով է ննջած, նշանակում է Հիսուս պիտի գա մի օր, մեկը պետք է իրան արտանցնի։ Այո, Հիսուս պիտի սպասի, մինչև Հիսուս գա իրան արտանցնի, որ ննջելուց ինքը արթնանա, այո։ So, տեսնում եք, որ Աստվածաշնչյան ուսմունք չի սա։ Ուրեմն որտեղից է մտել քրիստոնեության մեջ այս ուսմունքը։ Երբ որ ուսումնասիրենք բաբելոնյան հավատքը, ոչ միայն բաբելոնյան, եգիպտական, բոլոր հին հեթանոսական երկրների հավատքը, տեսնում եք, որ այդտեղից է մտել։ Իրանք էին հավատում, որ հոգի գոյություն ունի։ Եվ հիմնականում իհարկե Բաբելոնը հզոր երկիր էր, եւ իրանք հավատում էին, որ մահացածները շարունակում են ինչ-որ ձևով ապրել եւ նույնիսկ ունակ են մեզ հետ հաղորդակցվելու։ Եվ նույնիսկ որոշ երկրներում որոշ ազգեր ինչ էին անում, ինչ ասես դնում էին այդ մարդու հետ, երբ որ մահանում էր։ Նույնիսկ իր ծառաներին սպանում էին, հետո դնում էին, իբր թե դեպի ծառայել են մյուս աշխարհում։
Այսինքն զգուշ լինենք, թե ինչ ենք հավատում։ Արդյոք մեր հավատքը քրիստոնեական է, թե հեթանոսական։ Եվ մենք գիտենք, որ Բաբելոնը նաև արևի պաշտելու կենտրոնն էր, եւ Եզեկիել 8:16-ում Եզեկիելը ասում է, որ ես տեսա, չենք ուզում բան, որտեղ են մյուսներ ուզում եմ կարճ ասել, որ ես տեսա, որ Աստծո տաճարում հրեա առաջնորդները մոտ 25 հոգի ասում է արևին էին պաշտում տաճարի մեջ։ Մեջքները արել էին դեպի Աստված, դեմքները դեպի արևը եւ պաշտում էին արևին։ Այսինքն այնքան էին կոպիտ ասած աներես դարել, կարող են գնալ ուրիշ տեղ, չէ, այդ արևին պաշտել, բայց հենց Աստծո տաճարում էին ուզում անել։ Եվ որտեղից են իրանք դա վերցրել, Բաբելոնից, հեթանոսական հավատքներից։ Եվ 4-րդ դարում, երբ որ Կոնստանտինոսը կարծես թե ընդունեց քրիստոնեությունը եւ դառավ քրիստոնյա, ինքը ուզում էր իր երկիրը որպեսի նորից միանար, քանի որ հարձակվել են եւ մասնատվել էր Հռոմը, ինքը փոխադրվեց Բյուզանդիա եւ ինքը ներմուծեց, այսինքն հրամայեց, որ քրիստոնեությունը լինի պետական կրոն, բայց նենգություն արեց, ներմուծեց, որ Կիրակին արևի օրը դառնում է քրիստոնեական պաշտամունքի օր։ Եվ ինքը մինչև դարձի գալը ընդունում էր, որ արևը իր Աստվածն է, արևը իրան պաշտպանում է, այսինքն ինքը արևը պաշտեր։ Եվ հիմա իբր թե ընդունելով քրիստոնեությունը, քրիստոնեության մեջ մտցրեց այս մեծ մոլորությունը, որ Կիրակի օրը պետք է սուրբ հայտարարել եւ պաշտել Աստծուն, բայց Կիրակի օրը պաշտում էին արևին, ոչ թե Աստծուն։ Եվ այստեղ էլ Աստվածաշից մենք իմանում ենք, որ օրն են պաշտում Աստծուն։ Այսինքն պաշտելու մի պայքարագնում եւ ելնելով այս ամեն ինչից Աստված ինչ անում, մեզ կոչ է անում, ինչ կոչ է, ասում է դուրս եկեք Բաբելոնից։ Մենք գիտենք, որ այդ ժամանակ, երբ որ գրվել է հայտնությունը, Բաբելոնը էլ չկար, անապատ էր, վաղուց արդեն չկար, քանի հարյուրամյակներ։ Բայց ինչի այստեղ Բաբելոնի հետ համատում հայտնության մեջ, որովհետև Բաբելոնի այդ մոլորության գինին է վերցրել եկեղեցին։ Այսքան այդ սիստեմը հայտնությանը չռոմը չէ։ Եվ վերցրել է այդ անմահության հոգու մասին, որ սատանան հենց սկզբից դրանով խաբեց, եւ այն ասեց, չեք մեռնի։ Բայց հետո ով ճիշտ դուրս եկավ։ Սատանան, թե մեռնում էին մարդիկ, թե չէին մեռնում։ Եվ հիմա էլ ինքը հորինել է այսքան այդ մոլորությունը, հեթանոսության միջոցով տարածումը տարբեր ձևերով։ Մեկ ասում է, որ կապ չունի ոնց է ապրում, ով մեռնում է գնում է դրախտ։ Մեկ ասում է, չէ, լավերը գնում են դրախտ, վատերը գնում են դժոխք, հոգիները, ոչ թե մարդիկ։ Այսինքն տարբեր մի քանի ստեր ամորիներ, որ մարդը այս ծուղակի մեջ չգնի, այն մյուս ծուղակի մեջ է գնում։ Դրա համար շատ զգուշ պիտի լինենք եւ տեսեք, այդ երկուսն էլ դուրս է գալի Բաբելոնից եւ արևի պաշտամունքը, որ Կիրակի պաշտամունք դառավ, այսինքն Կիրակի ինքնեսուրբորն է եւ անմահության տեսությունը։ Եվ հետաքրքիրը որն է, որ Հիսկոքսը, Էդվարդ Հիսկոքս, բապտիստական եկեղեցիների ստանդարտ ձեռնարկի հեղինակն է եւ 1893 թվականին նա դիմում է հարյուրավոր մարդկանցից կազմված բապտիստ ծառայողների խմբի եւ վերջիններս ցնցվում են, երբ Հիսկոքսը նրանց բացատրում է, թե ինչպես է Կիրակի օրը մուտք գործել քրիստոնեական եկեղեցի։ Տեսեք ինչ է։ Նոյեմբերի 13-ին 1893 թվականին ինչ ցավալի է, որ այն, այսինքն Կիրակին, գալիս է հեթանոսության դրոշմով, մկրտվել է արևի Աստծո անունով, այնուհետև ընդունվել եւ հաստատվել է ուրացող պապականության կողմից ու որպես սուրբ ժառանգություն կտակվել բողոքականությանը։ Այսինքն որպես սխալ ժառանգա, այս մարդը պարզ ցույց է տալի, որ հիմքը սխալ է, այդպիսի բան չկա քրիստոնեության մեջ։
Եվ Եզեկիել 20-րդ գլխում Եզեկիելը կոչ է անում հրեաներին, որ հրաժարվեն այդ հեթանոսական հավատքից, այս կնարերի պաշտամունքից։ Եվ վերջում հայտնություն 18:4-5-ը ուրեմն Էլեն Ուայթը հստակ մեկնաբանություն է տալիս, թե ինչ է Բաբելոնի գինին։ Ինչ է այդ գինին, նրա կեղծ դավանաբանությունը։ Նա աշխարհին տվել է կեղծ շաբաթ, 4-րդ պատվիրանի շաբաթի փոխարեն, այսինքն գիրակին, եւ կրկնել այն կեղծիկը, որն առաջին անգամ սատանան ասաց Եվային Եդեմում, հոգու բնական անմահությունը։ Կարդանք հայտնություն 18:4-5 համարները։ Ու երկինքեն ուրիշ ձայնը լսեցի, որ կսեր, ելեք ատոր մեջ են, իմ ժողովուրդս, որպեսի ատոր մեղքերուն հաղորդակից չլակ, ու անդոր հարվածներեն բաժին չառնեք, բասի ատոր մեղքերը միջև երկինք հասան, ու Աստված ատոր անիրավությունները հիշեց։ Հատուցանեցեք ատոր, ինչպես ինք հատուցանեց ու իր կորձերուն համատ կերտնապատիկ ու խայնեցեք ատոր։ Այն հավատը, որ ինք լեցուց, կերտնապատիկ լեցուցեք իրեն։ Այսինքն այս համարից մենք ինչ ենք իմանում, որ իրանց պատիժ ասպասում։ Եվ Աստված անկեղծ զավակներ մենք էլ ենք ասել, որ մենք խոսում ենք սիստեմի մասին, ոչ թե եկեղեցին հաճախողների մասին, որտեղ այդ եկեղեցին հաճախողները մոլորված մարդիկ են, իրանք կարող է անկեղծ լինեն, բայց ինչ որ լսել են, դրան էլ հավատացել են։ Եվ այսօր Աստված նման մարդկանց կոչ անում, որտեղ ինքը ասեց ուրիշ բակերում էլ ունեմ իմ ոչխարները։ Ինքը կոչ անում, որ թողեք, դուրս եկեք այդ բաբելոնյան գինին մի խմեք, որտեղ իրանք պատիժ ստանալու մի մասնակցեք իրանց մեղքին։ Կոչ անում, որ վերադառնան ճշմարիտ աստվածաշնչյան ուսմունքներին։ Եվ մենք գիտենք մեղքը ինչ Աստծո օրենքի խախտումն է, չէ՞։ Հովհաննեսի մեջ այդպես է, չէ՞, ասում անիրավություն։ Այսինքն Աստծո ամենանունությունը մեղքը։ Այսինքն շաբաթն էլ հենց 4-րդ պատվիրանն է, Աստծո օրենքի մեջ է մտնում, սո երբ որ խախտում ենք 4-րդ պատվիրանը, մեղքա դա, թե ոչ։ Ըստ Աստծո խոսքի մեղքա, որտեղ անօրինություն է կանում։ Եվ վերջում, այս դասի վերջում, այս երկու տողը կարդան, հայտնություն գրքի մեծ Բաբելոնը, ինչ որ իմաստով նկատի ունի ժամանակների վերջում միաբանված հավատուրած կրոնները։ Այսինքն, ովքեր որ ասում են, որ իրանք քրիստոնյա են, բայց ոչ քրիստոնեական ճանապարհով են գնում, ոչ աստվածաշնչյան։ Եվ այս մեծ Բաբելոն հասկացողության տակ մենք հասկանում ենք պապականության, ուրացող բողոքականության ու ոգեհարության կրոնական եղյակ միությունը, ինչպես որ աստվածաշնչում գրված է հայտնությունում։ Եվ այսօրվա դասը կոչվում է Աստծո տնիկն ու գազանի դրոշմը, որ շարունակում է այս հարցը, որ վերջում մենք ուզենք, թե չուզենք, մենք պիտի ընտրենք, թե ում ենք պաշտում։ Եվ հիշելու համարն է հայտնություն 7-րդ գլխի 2-3 համարները։ Տեսա նաև մեկ այն հեշտակի, որ բարձրանում էր արևելքից ու կենդանի Աստծո կնիկ ուներ։ Նա բարձրաձայն հավաքեց այն 4 հրեշտակներին, որոնց երկրին ու ծովին նասելու իշխանություն էր տրվել։ Եվ ասում էր. վնաս մի տվեք երկրին, ոչ ծովին եւ ոչ էլ ծառերին, մինչեւ որ մեր Աստծո ծառաների ճակատներին տնիկ դնենք։ So ինչ է այստեղ ասում, որ կա գազանի դրոշ եւ կա Աստծո կնիկ։ Հիմա ում վրա ինչն է դրվելու, եկեք կարծուսումնասիրենք։ So հայտնություն 14:7 համարում Աստված կոչ է անում բոլոր մարդկանց երկրպագել արարչին։ Սա առաջին հրեշտակած լուրն է։ Իհարկե նաև դրա մեջ մտնում է ինչը, շաբաթը սուրբ այրը, որտեղ շաբաթը սուրբ այրով մենք երկրպագում ենք Աստծուն։ Այդ օրը երկրպագում ենք Աստծուն։ Եվ մյուս լուրը ինչ էր, Բաբելոնի մասն էր, չէ, որ Բաբելոնը անկավ դուրս եկեք մեջից։ Իսկ երրորդ լուրը ինչ ասում, ով երկրպագում է գազանն ու նրա պատկերին եւ
դրոշն է ընդունում իր ճակատին կամ ձեռքին, նա Աստծոց հասման գինուց պիտի խմի։ Հիմա տեսնենք ինչ ասա։ Հայտնություն 14:12 համարը ինչ է, քանի անգամ կարդացել եմ, չէ, ասում այստեղ է սուրբերի համբերությունը, որ պահում են Աստծո պատվիրանքները եւ ունեն Հիսուսի հավատքը։ Այո, հետաքրքիր ինչ է, որ թե չի ասում եւ հավատում են Հիսուսին, ասում է ունեն Հիսուսի հավատքը։ Այսինքն սա նման է իրաց հավատքը։ այո, հավատքի, Հիսուսի հավատքի նման պիտի իրաց հավատքը։ Այսինքն սա հավատի որակ է։ Ես առաջ մտածում եմ, որ Հիսուսի վրա են մենակ հավատում այստեղ, բայց դու հասկացա, որ չէ, մենակ այն չի, որ Հիսուսին հավատում են որպես Աստծո որդի, այլ ունեն Հիսուսի այն հավատքը, որ Հիսուսին մինչև խաչ տարա։ Այո։ Եվ համբերություն բառը հունարենից եթե թարգմանենք, հուպոմոր է բառն է, որ իրական նշանակում է անսասանելի ամրություն։ Այսինքն մենք այսօրվանից սովորում ենք մինչև վերջ հավատալի մնալ ասում։ Եթե ես այսօր գիտեմ ճշմարտությունը եւ չեմ անում, դա շատ վտանգավոր է, որովհետեւ վաղը ես էլ ուժ չեմ ունենա այդ ճշմարտությունը կատարելու, որովհետեւ ինչ որ անում եք, այդ ձևով էլ ձևավորվում եք։ Եվ ուրեմն այնպիսի հավատք է, որ նույնիսկ եթե բախվի հալածանքների, դժվարությունների, միևնույն է, այդ հավատքը անսասան մնում է։ Եվ Մատթեոս 27:45-50 համարներում նկարագրվում է Հիսուսի տանջալից մահը, ուրեմն ինչպես Հիսուսը հաղթեց, ինչպիսի հավատք ուներ Հիսուսը։ Չնայած ինքը կախված էր այդ խաչից, այսքան խաչված էր, նամված էր այդ խաչին եւ իր ուսերին ամբողջ աշխարհի մեղքն էր, բայց ինքը եւ իրան ծաղրում էին, ասում են խաչից իջի եւ մենք քեզ կհավատանք, բայց ինքը իր հավատքի միջով հաղթեց այդ ամենը, միջոցով հաղթեց այդ ամենը, փրկիչը վստահում էր Աստծուն նույնիսկ երբ իրեն շրջապատող բոլոր հանգամանքները հավաքում են, որ նա կասկածի։ Այսինքն մեր հավատքը չպիտի կախված լինի հանգամանքներից։ Հաղթանակած Քրիստոսը գրքում Էլեն Ուայթի Edge 277 գրում է սարսափելի խավարի մեջ զրկված Աստծո աջակցությունից Քրիստոսը խմեց մարդկային վշտի բաժակի վերջին կաթիլները։ Այս սարսափելի ժամերին նա ապավինում էր իր հոր կողմից մինչ այդ իրեն տրված ընդունված լինելու ապացույցին։ Հավատքով Քրիստոսը հաղթեց։ Այդ նույն հավատքը Հիսուսը որպես պարգև ուզում է մեզ տալ, բայց դա մի նվեր չի, որ սենց վերցնի ու տա։ Այդ հավատքը ձևավորվում է մեր կյանքում։ Երբ որ մեզ հանդիպում է դժվարություններ հալածանք, եւ երբ որ մենք հաղթական ենք դուրս գալի դրա մեջից Հիսուսի շնորհքով, ինչ է լինում, այդ հավատքը ամրանում է մեր մեջ, մենք Հիսուսի հավատքն ենք ստանում։ Եվ հենց այդ հավատքը կօգնի վերջին օրերին, երբ որ հալածանք լինի, որ մենք ամուր մնանք։ Մենք էլ ենք գնալու մինչև Գողգոթա, ամեն քրիստոնյա նույն ճանապարհով գնում է, եւ երբ որ ես առաջինը այս եկեղեցուն լուրը իմացա, այսինքն եկեղեցուն միացա, այդ Հիսուսը որ զգուշացնում է, որ եթե ինձ հալածեցին, ձեզ էլ կհալածեն։ Այսինքն ամենասկզբից մենք հասկանում ենք, որ այո, քաղցր է Հիսուսի հետ ապրելը, բայց նաև կա դժվարություններ, բայց կապ չունի այդ դժվարությունները։ Երբ որ Հիսուսի հետ հաղթահարում ես, այն ժամանակ իրոք կյանքդ քաղցր է լինում։ Եթե հաղթահարես, ոչ թե ընկճվես ու հետ դառնաս քո հավատից։ Եվ այսինքն ոչ թե ամեն մեկը առանձին հավատ ունի, այլ մենք ունենք Հիսուսի հավատը, որ կապ չունի թե քո շուրջը ինչ է կատարվում, կապ չունի թե ինչքան թե քանի մարդիկ են հավատում այս ինչ հավատքին։ Մենք պիտի հավատանք այն ինչ որ գրված է Աստվածաշնչում, թեկուզ Հիսուսը ասեց քիչ են նրան, ովքեր նեղ ճանապարհն են ընտրում, եւ շատ են նրանք, ովքեր լայն ճանապարհով մոլորության ճանապարհով գնում են։ Եվ Հայտնություն 13:15-ից 17 համարներում ինչ ասում։ Եվ նույնիսկ Հիսուսը զգուշացնում է, որ նույնիսկ ժամանակը գա, երբ ով ձեզ սպանի, պիտի համարի, թե պաշտամունք է մատուցում Աստծուն։
Այսինքն կրոնական մի ուրիշ սիստեմ պիտի հալածի ճշմարիտ քրիստոնյաներին, ոնց որ տեղի ունեցավ միջնադարում, երբ որ այն քրիստոնյաները, որ չէին ուզում հրաժարվեին աստվածաշնչյան հավատքից, իրաց համարեցին հերետիկոսներ, եւ սկսեցին հալածել, վառել, սպանել եւ այլն։ Եվ կրոնական հալածանքների նորություն չի, հիմա կարդան Հայտնություն 13:15-17 համարները ինչ է ասում։ Եվ իշխանություն տրվեցավ անոր, որ Գազանին պատկերին հոգի տա, որպեսզի Գազանին պատկերը խոսի, եւ ով որ Գազանին պատկերին երկրպագություն չնե, զանիկա սպանել տա։ Այն կստիպեր բոլորը, այսինքն տստիկներն ու մեծերը, հարուստներն ու աղքատները, ազատներն ու ծառաները, որ իրենց աջ ձեռքին վրա կամ իրենց ճակատի վրա դրոշմ ընդունի, որպեսզի մեկը չկրնա գնել կամ ծախել, բայց միայն ան, որ ունի դրոշմը կամ Գազանին անունը կամ անոր անվանը թիվը։ Ու մենք գիտենք, որ Գազանը ինքը սատանան, այսինքն սատանայի դրոշմը։ Այսինքն մենք սկզբից ասենք, որ կա սատանայի դրոշմը եւ Գազանի դրոշմը եւ կա Աստծո կնիքը։ Հիմա ինչա կատարվում։ Աստված մեզ ազատ ընտրություն է տալի, ինքը երբեք չի ստիպում։ Բայց դեռ ինչ ասում, ճակատին եւ ձեռքին։ Ճակատը ինչ է խորհրդանշում։ Մեր միտքը, մեր խիղճը, մեր ներքին էությունը, այո, ամեն ինչ ստերից է ղեկավարվում։ Եվ ձեռքը ինչ է նկարագրում։ Ձեռքում է ենթարկվում։ Ուղեղի գործողություն է նշանակում, այսինքն ստեղ մտածում ենք, ստեղ կատարում ենք։ Ուրեմն սատանան նորից իր հին մեթոդներով է գործելու։ Ով որ չուզենա սխալ ճանապարհով գնա, փորձելու է ստիպի, ինչպես տնտեսական միջոցներով, ասում է, չի թույլ տա, որ ծախեն կամ առնեն կամ գնեն, բայց Աստված մեզ ինչ է տվել, խոստում, որ չվախենանք, որ ամեն ժամանակ Աստված մեր մասին հոգ կտանի։ Եվ Հայտնություն 13:1 եւ 2 համարներ ինչ են ասում։ Տեսա թե ծովեն Գազան մկել էր, որը ուներ 7 գլուխ ու 10 եղջյուր։ Եվ անոր եղջյուրներուն վրա 10 թագ, ու անոր գլուխներուն վրա հայոյության անուններ կային։ Այդ Գազանը ինձի նման էր, իր ոտքերը արջու ոտքերու պես, իր բերանը առուծի բերնի պես, վիշապը անոր տվավ իր զորությունը եւ իր աթոռը ու մեծ իշխանություն։ Երբ որ ես սա կարդում հասկանում եմ, որ ուղղակի Բաբելոնը, Մարած Պարսկաստանը եւ Հունաստանը բոլորը սրա մեջ են։ Այսինքն այս հավատքը, որ ինքը խոսում է այս Գազանը, գալիս է հեթանոսական այդ շրջանից։ Դանիելի Մարգարեթը ճիշտ նույնը ասում էլի, որ մենք ինչի նման էր, չէ՞, ով էր Բաբելոնը ինչի նման էր, Մարած Պարսկաստանը ինչի նման էր, Հունաստանը ինչի նման է, այսինքն այդ նույն գաղափարը, այդ նույն հեթանոսությունը, այդ նույն չարությունը, սատանայի, այո, իշխանությունը գալիս է ընդդարից միջև հասնում է այստեղ։ Այսինքն սատանան ինչպես խաբեց քրիստոնյաներին, բերեց հեթանոսական ավանդույթները մտցրեց քրիստոնեության մեջ եւ դրանով շատ հեշտ խաբեց մարդկանց։ Այսինքն Աստվածաշունչը ասում է, Հակոբոսում ասում է, եթե օրենքներից մեկը խախտեք, պատվիրաններից, բոլորի պարտական է։ Ինքը միանգամից այդ սուտ կրոնական սիստեմի միջոցով 2 հատ պատվիրան փոխեց։ Եվ արդեն այդ մարդիկ, ովքեր գնում են եւ լսում են եւ անում են այդ տեսությունը, ավտոմատաբար խախտում են Աստծո օրենքը։ Այսինքն ինքը շատ հեշտություն կտավ եւ մենք գիտենք, որ Գազանը հենց սկզբից հալածում էր, ընկել էր Հիսուսի հետևից, չէ՞։ Հայտնություն 12:3-5 համարն ասում է, որ այս վիշապը սատանան փորձեց ոչնչացնել առու զավակին, այսինքն Քրիստոսի։ Եվ ում միջոցով Հերովդեսի եւ կայսերական Հռոմի միջոցով։ Հետո վերջում է ով խաչելության հրամանը տվեց։ Հռոմեացի Պիլատոսը եւ ով իրան խաչեց, հռոմեացի զինվորները, չնայած որ
այդ ամեն ինչը գալիս էր հրեա առաջնորդներից։ So վիշապը թե հիմնական ներկայացնում է սատանային, մեկ այլ իմաստով ներկայացնում է հռոմեական կայսրությունը։ Հռոմեական կայսրությունը հաջորդող իշխանությունը, որը վիշապից ստացավ իր զորությունը, իր գաղտնի մեծ իշխանությունը, ակնհայտորեն պապական Հռոմն է։ Այսինքն այդ մեծ եղջյուրը, որ դուրս եկավ, ինքը շարունակում է նույն քաղաքականությունը, ինչ որ անում էին այս հեթանոսական պետությունները։ Եվ պատմաբան Ֆլիքը բացատրում է քաղաքական Հռոմի ավերակներից առաջացան հսկա չափսերի բարոյական մեծ կայսրություն հռոմեական եկեղեցի։ Եվ վերջում մենք գիտենք, որ ով է մեր միակ միջնորդը, Հիսուսը։ Հնձում եք, ինչ-որ ցանել եք։ Դե հնձենք, ի վերջո։ Հիմա հավատք է, թե հնձենք, հավատք ցանենք, հետո կհնձենք հավատքի գործեր։ Այո, մենք այսօր ենք պատրաստվում երկնային արքայություն, ամեն օրը կարևոր է պատրաստման մեջ։ Եվ ուրեմն կաթոլիկ եկեղեցին նաև ինչ արեց։ Ասեց միջնորդը քահանան է, գնացեք քահանային ձեր մեղքերը ասեք, թող ինքը ձեզ թողություն տա։ Բայց Աստվածաշունչը մեզ ինչ է ասում։ Միայն մեկ միջնորդ կա, Աստծո ու մարդու միջև Հիսուս Քրիստոս արդարը։ Այո։ Եվ ուրեմն տեսեք ինչքան կետերում այս սիստեմը գնում է հակառակ աստվածաշնչյան տեսությանը։ Եվ այդ մարդիկ, որ գնում են, խոստովանում են քահանաներին, գիտեք ինչքան հիասթափություններ ա եղել, ինչքան մարդիկ են հեռացել Աստծուց, այդ պատճառով, որովհետև նույնիսկ մի հատ բոր գիրք կա, որովհետև իրանք գնացել խոստովանել են, քահանաներ գնացել այդ իրանց խոստովանությունը ասելա պետությունը եկել եւ բռնել է, եւ մարդիկ ուղղակի հիասթափել եւ ասեն չի, Աստված չկա, սրանք խաբեկաններ եւ այլն եւ այլն։ Այսինքն սատանան քննաշի ամեն ձևով մարդկանց ուզում է հեռացնել Աստծուց։ Դրա համար ամենապարզ միջոցը, որ մենք հավատանք Աստվածաշին, այլ ոչ թե մարդկանց։ Եվ նաև հոդված 2 Լիցիուս Ֆերարիս պապ հոդված 2-ի մեջ 1763 թվականին ծայված հատորվեց H25-29-ը ինչ ասում, ասում Հռոմի պապն այնքան մեծ արժանապատվություն ու վերություն ունի, որ պարզապես մարդ չէ, նա ասես Աստվածն է երկրի վրա։ Եվ Լեո 13 պապը պարծենկոտաբար հայտարարել է. մենք պապերը այս երկրի վրա զբաղեցնում ենք ամենակարող Աստծո տեղը։ 1903 թվականին։ Այսինքն ամենասկզբից սատանայի միտքը ինչ էր, որ ինքը զբաղացներ Աստծո տեղը, չէ՞։ Հիմա էլ մարդկանց է դրդում, ինչի է ինքը այդ քայլը անում։ Որպեսզի մարդիկ, գիտի, որ մարդիկ գալիս լսում են այս մարդկանց, միլիոնավոր մարդիկ այդ Սուրբ Պետրոսի բակում հավաքվում են, լսում են, չէ, ինչ է ասում պապը։ Որպեսզի շատ մարդկանց մոլորացնի, իր նպատակը դա է։ Եվ վերջում կարդանք մեծ պայքարից։ Երկնքում ծագած մեծ պայքարի ամենասկզբից սատանայի նպատակն է եղել վերացնել Աստծո օրենքը։ Հենց այդ նպատակով էր, որ նա ապստամբեց Արարչի դեմ եւ երկնքից արտաքսվելուց հետո էլ դեռ շարունակում է իր պատերազմը երկրի վրա, մարդկանց խաբել եւ այդպիսով դրդել նրանց խախտել Աստծո օրենքը, սա է նպատակը, որը նա համավարել հետապնդում է։ Կարելի դա ամբողջ օրենքը ոտնահարելով, թե մերժելով պատվիրաններից գեթ մեկը, հետևանքը միանգամայն նույնն է լինելու։ Ձգտելով արհամարանքի ստվեր գցել աստվածային դրվածքների վրա, սատանան խեղաթյուրել է Աստվածաշնչի ուսմունքը եւ այսպես հազարավորները կարծելով թե հավատում են Սուրբ Գրքին, իրականում հավատում են ստության։ Վերջին մեծ բախումը ճշմարտության եւ մոլորության միջև Աստծո օրենքի շուրջ ընթացող բազմադարյա պայքարի վերջնական փուլն է լինելու։ Այս պայքարի մեջ է, որ մենք հիմա մտնում ենք պայքար մարդկային օրենքների ու Յահվեի պատվիրանների միջև, Աստվածաշնչի կրոնի եւ հորինվածքների ու ավանդության կրոնի միջև։ Եվ ամեն մեկս յուրաքանչյուրս
ու վաղ թե ուշ ստիպված պիտի լինենք ընտրելու, վերջի վերջո, մենք հետևում ենք Աստծո խոսքին, Աստծո ասածին, թե չարի, սատանայի ասածին։ Թող Աստված մեզ օրհնի, որ մենք այսօրվանից սկսած Աստծո Հիսուսի հավատքը մեր մեջ աճացնենք եւ որպեսի վերջում հաղթանակով դուրս գանք Հիսուսի շնորհքով, ամեն։ Աննա